տեղեկություն տրամադրեք ակտիվիստ Արթուր Չախոյանի առողջական վիճակից, ով հետազոտվում է այս պահին ձեր բժշկական կենտրոնում։ Շուրջ մի կես ժամ 40 րոպե առաջ բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ 37 տարեկան, որը այս պահին հետազոտման փուլում է, կարելի ասել հիմնական հետազոտությունները ավարտված են։ Ունենք որոշակի մարմնական վնասվածքներ, հետագա դինամիկ հսկողության եւ վիճակը ավելի ռեալ գնահատելու համար առաջարկվել է հիվանդանոցային հսկողություն եւ բուժում, որից դեռ չունենք հստակ պատասխան ցանկության վերաբերյալ, եթե ցանկություն կլինի, կհոսպիտալացվի նյարդավիրաբուժական բաժանմունքում հետագա հսկողության եւ բուժման նպատակով։ Իսկ ինչ է ախտորոշվել, ինչ-որ լուրջ վնասվածքներ կան, նրա մոտ առերևույթ տեսնում ենք կապտուկներ, չգիտեմ վնասվածքներ, քերծվածքներ։ Ունենք աչքի շրջանում փոքր գեմատոմա եւ փոքր սալջարդեր եւ ունենք մեզ անհանգստացնող գլխի վնասվածք, որը դինամիկ հսկողության կարիք ունի։ Ինչ է ուղիղ ցնցումը, որովհետև Չախոյանը, որ դուրս էր գալիս ոստիկանական բաժանմունքից, ասես գլուխից պտտվում են։ Դե ուղիղ ցնցում գնահատականը տալը դա միայն, այո, կլինիկական միայն ախտորոշումների, կլինիկական ախտանիշների իման վրա հնարավոր է գնահատական տալ, դրա համար էլ ինքը դինամիկ հսկողության կլինի, որ հետագայում մենք կարողանանք ավելի օբյեկտիվ գնահատել եւ տալ վնասվածքի ծանրության աստիճանի եւ հետագա բուժման անհրաժեշտության մասին տեղեկատվություն։ Հետագա բարդություններ տեսնում եք դուք այս պահին նախնական այս հետազոտության արդյունքներով կյանքին առողջությանը սպառնացող լուրջ վտանգ կա, թե կյանքին սպառնացող լուրջ վտանգ չենք տեսնում, բայց հետագան կարելի է գնահատել միայն դինամիկ հսկողությունից հետո։ Այո։ Չէ, մենք դինամիկա պետք է նայենք, տեսնենք, անհրաժեշտության դեպքում, եթե լրացուցիչ առնվազն գոնե 24 ժամ հետո մի հատ դինամիկորեն մենք նորից կնկարենք, կտեսնենք, համակարգչային շերտագրություն հետազոտությունը, տեսնենք մենք դինամիկորեն ինչ ունենք, որից ելնելով նոր ավելի հստակ կարող ենք ասել։ Իսկ հոսպիտալացումը, որ նշում եք, այդ 24 ժամյա հսկողություն եւ գործողությունը անելու համար է, թե որոշակի մի քանի օրվա մասին է խոսքը հոսպիտալացում։ 24 ժամյա հսկողությունից հետո եթե հետազոտությունը մենք անենք եւ գնահատենք, որ կարիք ունի դեռ շարունակելու մնալ ստացանարում, կառաջարկենք շարունակությունը մնալ։ Առայժմս դա է դեռ։ Հիմա Չախոյանը ոստիկանների հսկողության ներքո է նաեւ բացի բժիշկներից, թե ոստիկանները նրան չեն հսկում, որովհետեւ ոստիկանությունից տեղափոխվեց նա այստեղ։ Հսկողություն այդպիսին չեմ տեսնում, բայց քննիչ ներկա էր, ներկայացավ որպես քննիչ, ներկա էր եւ իրա փաստաբանը։ Մնացածը չեմ կարող ասել, իրավաբանություն տալու կամ միանշանակ իհարկե։ Ինչ եմ ասում, որովհետև նախնական տեղեկությամբ նա ձերբակալվածի կարգավիճակ ունի եւ դատավարական այդ որոշակի գործողությունների արդյունքում պետք է նաեւ որոշվի նրա հետագա կարգավիճակը, գուցե նաեւ տեղափոխեն այլ պահմանվայր կամ չգիտեմ, քննչական կոմիտետի ուրիշ տեղափոխ։ Եթե իրավապահ համակարգից լինի նման հարցադրում, մենք կպատասխանենք իրավական համակարգին իր տվյալ պահին ի վիճակի լինելու եւ կամ չլինելու վերաբերյալ։ Դեռ Չախոյանից արձագանք չկա, արդյոք ցանկանում է մնալ այստեղ ստացիոնար բուժման թե ոչ, հա։ Այո, այս պայդրությամբ դեռ չունենք, բացառված չէ առաջիկայում կարող են 5-10 րոպեում մենք իրավորոշումը կայացնենք եւ մենք կունենանք։ Իսկ հետագայում իրավապահ համակարգի բոլոր հարցադրումներին վիճակով պայմանավորված մենք հստակ պատասխան կտանք։ Մի ճշտով հարցել, բացի հետազոտությունից այսպես արդեն որոշակի բուժում ստանում են նաեւ վիճակը կայունացնելու։ Դա սիմպտոմատիկ բուժումը հիմնականում ցավազրկողներ կամ սիստեմավորներ։ Սիստեմա դե դրա անհրաժեշտությունը այս պահին չի գնահատվում դեռ։ Դա ընդհանուր առմամբ ընդհանուր կազդուրող թերապիա եւ ցավազրկողներ։ Այս պահի դրությամբ պալատում է գտնվում, թե այլ հետազոտման։ Այս պահին դեռ գտնվում է անհետաձգելի ընդունարանում, որոշում կայացնելուց հետո կգնա պալատ։